Կուզենայի ձեզ ցույց տալ Հովհաննես Մանդակոնի եւ ներսես շնորհալու թղթերը հրատարակված այս գրքով անչափ գեղեցիկ հրաշալի գիրք 500 էջ անգլերեն առաջինը գալիս է գրական հայերենը, հետո անգլերենը, հետո գրափարը այստեղ է նաեւ ճարքը Նաև Մանդակոնու ամբողջ գործերը գրափարով եւ աշխարհին տրվեց այս գանձարանը եւ եթե դուք դնեք այստեղ 10,000-անոց ադամանդ եւ այս գիրքը ես կընտրեմ սա այս գիրքն է որ ամենապարզ լեզվով ցույց է տալիս արդարության եւ աստվածային մարդ լինելու բոլոր գաղտնիքները եւ ամենակարևորն է որ դա ամեն մարդու համար է այնքան պարզ է այնքան շիտակ է այնքան ազնիվ է այնքան վերջնական է որ ահա եւ սա է հայոց եկեղեցին ոչ թե մի ինչ որ Անգրագետ կտրիչ Ներսեսյան գրպանահատ KGB-ի, որ ասում է դուք ինձ բան եք ասում, ես եմ եկեղեցին, կապակ մեր հայ առաքելական եկեղեցու, դուք գաղափար ունեք հայ առաքելական եկեղեցու այս գանձարանից։ Սիրելիներս, ես շատ եմ ուսումնասիրել աստվածաբանություն, տարբեր լեզուներով եւ բոլոր կանոնական դոգմատիկ ուսմունքը հիմնված է առաքյալների վրա, Աթանասի, Գյուրեղի, Բարսեղի եւ Ոսկեբերանի վրա, նորություն չկա։ Եվ այս մեր սրբերը հիմնված են դրա վրա, բացում են փակագծերը։ Եվ իհարկե, եթե շնորհալին կանոն է հիմնականում հոգեվորականների համար, լուսավորիչը ինչ Արիստոտելին հավասար մտածող է, փիլիսոփա է, ապա Մանդակոնին իմ հայրն է, ով ամենապարզ լեզվով երկու գումարած երկուս հավասար է 4, այս պարզությամբ ներկայացնում է ինձ փրկության ճանապարհը սիրելիներս։ Ահա օգտվեք կառույցից Ամազոնի հրաշալի գիրքը, սրանից պակաս գինը հնարավոր չէր դնել, $45, շատ մեծածավալ գիրք է, եւ սա պետք է ունենան բոլորը քահանաները, նվիրյալ հավատացյալները, որովհետև պարզ լեզվով գրված է, ես չեմ ասում եղեք գրափարի էքսպորտ, գրափարը նորից եմ ասում, շնորհալու Մանդակոնու գրափարը սարսափելի խառնիճաղանջ է, դրա համար ես դրեցի այստեղ, որ ովքեր պետք է դրանով զբաղվեն, դա արդեն իմ անելիքը չէ, սա էլ իմ անելիքը չէր, բայց ես սա արեցի, որովհետև ես պաշտում եմ մեր եկեղեցին եւ գերադասում եմ մեր եկեղեցու պատի մեջ թավել Եվ այդպես էլ եղավ, շատ ծանր առողջական պրոբլեմներ պատահեցին ինձ, բայց դա ոչինչ է, ես ստացա իմ վարձատրությունը այս գանձը աշխարհին գնաց գրական հայերենով, անգլերենով եւ գրափարի բնագրով, բնագիրը եղծված է, ես ձեզ ասեմ միանգամից, թող աստվածաբանները հավաքվեն, ուղղեն, ակադեմիաներ աշխատեն, սա առաջին փորձն էր, սա հասավ մարդկությանը Եվ ես միայն հայերենը տվեցի նաև այս հրատարակությանը, որոնց հետ այնքան էլ լավ հարաբերության մեջ չեմ, կհրատարակեն թե չէ, ես չգիտեմ, իրենք մարկետը անգամ գներ փոխում են կոնտրակտից դուրս, բայց այս գիրքը մշտական է, այս գիրքը անփոփոխ է, այս գիրքը կատարյալ է, իր թերություններով իհարկե սիրելիներս ես 40%-ով իմ տեսողությունը վնասվում է, երբ որ ես կենտրոնացած աշխատում եմ։ Ես նայեցի, այսինքն գրամար, spelling սխալներ չկան, բայց ոճականով կարելի է ավելի ուղղել, բայց ամեն ինչ ես փորձել եմ մոտ պահել բնագրին։ Ասեմ նաև, որ Մանդակոնի եւ շնորհալին միայն անգլերենով լույս տեսա նաև այս ֆորմատով, այս գրքով իրար հետ
նորից այս շատ կարևոր է հայագետների համար, որպեսզի հասկանան ինչ է հայոց եկեղեցին եւ իհարկե նարեկացին շնորհալու ժամակարգը եւ հաճախապատումը այս ֆորմատով հրատարակեցին Աստվածամոր իկոնա ինչու որովհետեւ գիտեք ինչ սրանք տեզերական ճշմարտություններ են եւ ես ուզեցի որ այս ճշմարտությունները ինչպես թե իրենց սրտին մոտ լինի նաեւ սրբապատկերներով Եվ հասրելնես, ես վերջացրի, իրապես վերջացրի, սա ամենակարևորն է, որովհետև կանոնը, եկեղեցու կանոնները, դրանք եկեղեցու հիմքն են, առաքյալները, կանոնները, պատերը եւ տանիքը, առանց սրա փրկություն չկա, եւ ով սրանից դուրս է, ոչ միայն հայոց եկեղեցու անդամ չէ, նա նաեւ ընդհանրապես քրիստոնյա չէ։ Եվ ահա, շնորհակալ եմ բոլորիդ, ինձ հետևելու համար, Տասված, որ այդքան գումար ունենակ, որտեղ սա այնպիսի մի բան է, որ ամեն տանը պետք է լինի, ինչպես նա հին ժամանակներում էր։ Եվ ահա ձեր խոնարհ ծառան Աննա Նայիթ Բայցյան։ Thank you.